Ողջույն, այսօրվա մեր համարում վիճել եմ, վիճում եմ, բայց վիճելուց ոճը պետք է փոխեմ։ Վեճն ու բանավեճը ես ու մրցակիցս։ Վեճից գլուխը բարձր դուրս գալու արվեստը։ Հանգստությունը ուժի բարձրագույն դրսևորումն է, այսինքն անկախ նրանից թե դիմացինը ինչքան է ագրեսիվ, անգամ եթե փրփուրները արդեն բերանից գնում են, բնական է, որ դիմացինը եւ ինքնատիրապետման ժեստերով եւ հայացքով եւ խոսքով ավելի շահեկան վիճակում է գտնվում։ Վեճը կպչուն ժապավենի է նման։ Մի կողմով կպնում է մեզ, մյուս կողմը չոր է, այսինքն վեճից չոր դուրս գալու հավանականությունը եւս մեծ է։ Բայց ինչպես։ Սորական վեճերի ժամանակ սովորաբար դրսևորվում են ագրեսիայի ժեստեր, ագրեսիվ պահվածքին բնորոշ որոշակի տարրեր։ Խոսքը գնում է մատ թափահարելու մասին, խոսքը գնում է ագրեսիվ հայացքների մասին, զուտ ժեստերի, միմիկայի կամ դիրքերի հետ կապված։ Վեճը եւս կարող է լինել էթիկետի սահմաններում, միայն թե պետք է հիշել, թե ինչ տեսք ենք մենք ունենում, երբ վիճում ենք եւ ամեն ինչ տեղը կընկնի։ Ագրեսիվ ժեստերը դրանք բոլոր այն ժեստերն են, որոնք սիմետրիայից նաեւ դուրս են գալիս։ Մարդը օրինակ ագրեսիայի ժամանակ կապիկի պահվածքից շատ էական տարբերություն չի ունենում։ Ոչ հավասարակշիռ ագրեսիայի մեջ է, որտեղ ագրեսիան կարող է դրսևորվել ժպտալով եւս։ Կապիկի պահվածք ասելով կամ ժեստեր ասելով ես նկատում եմ այսպես կուրծքը առաջ բերելը, շատ տեսած կլինենք տարբեր փողոցային իրավիճակներում, երբ որ առաջ է գալիս, փորձում է շների մոտ էլ կա միջայլոց, երբ որ գլխով կամ այդ դոշը առաջ բերած վիճակով փորձում են դիմացինին զսպել կամ ճնշել։ Վեճի ժամանակ նյարդաթելերը վնասելու փոխարեն պետք է հիշել ընդամենը մի քանի հմտության մասին։ Աչքերը ոչ միայն տեսնում են հակառակորդին, այլև ֆիքսում նրա թույլ կողմերը եւ շփոթմունքի մատնում նրան։ Ականջների մոտավորապես կամ մազերի կամ ճակատի գոտուն նայելով, սա կոչվում է հայացք վերևից, կարծես թե դիմացինին նայում ենք վերևից նայող հայացքով եւ իրեն այսպես ստորադասում ենք։ Նույնն է պատահում, երբ որ աչքերից ցած գոտուն են նայում, այսինքն խոսում է դիմացինը, բայց դուք անընդհատ բերանին եք նայում, այս դիմացնոտային հատվածին եք նայում։ Այս պարագայում նույնպես շփոթմունք է առաջանում, որտեղ անձը կարծում է, որ ինչ-որ խնդիր կա, որը որ ինքը գուցե չի ֆիքսել եւ մատնանշում է արհամարանք։ Եթե առաջինը վերևից նայող հայացք էր, ապա սա արհամարանք է, այսինքն որ ընդհանրապես որևէ այսպես արժեք չեն ներկայացնում դիմացինի խոսքերը։ Հմտություններից մեկն էլ կիսադեմով մարդու հետ խոսելն է։ Սա կտապալի դիմացինին։ Անկախ ամեն ինչից ոնց է ինքը դա մեկնաբանելու, որպես արհամարանք կամ ուղղակի իր համարան հասկանալու լինելու, այդ պահին հոգեբանական առավելության ենք հասնում հակառակորդի հանդեպ։ Ոտքը մի փոքր առաջ խոսելը եւս շփոթմունքի կմատնի հակառակորդին։ Ոտքը առաջ բերելը դա դիմացինի տարածք, դիմացինի տերիտորիա մոտ գործելու էլի հավակնություն է, որը իհարկե եւս ագրեսիվ, ինչպես կուրծքը այդպես առաջ բարձելը, ագրեսիվ տարրեր է պարունակում։ Այսինքն կոնտեքստի մեջ պետք է նայել, որտեղ մենք ոտքը առաջ կարող ենք դնել նաեւ առաջ գալու է ողջունելու համար։ Շատերը զարմանում են, ինչու են տղամարդիկ դրսում կանգնած խոսում։ Կքանստած։ Կանգնած զրույցի ժամանակ նա որ ուզում է հոգեբանական առավելության հասնել, կքանստում է եւ սկսում է ճնշել դիմացիներին։ Դա իր ընտրությունն է, իր որոշումն է խոսելու ժամանակ իրեն ինչպես կպահի, որևէ տեղ գրված չի ինչպես պիտի պահի, եւ ինքը ակնհայտ արհամարական ժեստ է անում։ Պատմությանը հայտնի են թագավորներ, ովքեր հյուրերին, այլ դեսպաններին կամ այլ մեծամեծերի ընդունել են անկողնում։ Այսինքն զուտ հոգեբանական առավելության հասնելու համար այլ երկրից եկած դիվանագիտական առաքելությանը տվյալ երկրի թագավորը
ընդունել է ինքը անկողնում պարկած մնալով։ Դե իսկ ձեռքերը մեզնից անպակաս։ Չէ, ծեծի մասին չէ խոսքս։ Ծնողական փաղաքշանքի մասին է խոսքս։ Ծնողական ժեստեր կարող ենք անել, բայց որոնք կիրառում են այն դեպքերում, երբ որ դիմացինը ծնող չէ եւ մյուսն էլ երեխա չէ։ Այսինքն ցանկացած ժեստ, որը ծնողը իրեն կարող է թույլ տալ երեխայի հանդեպ, կիրառելի են մեկ այլ հարթության մեջ դեբատների եւ վեճերի ժամանակ որպես առավելության հասնելու ժեստեր։ Օրինակ, սկսած շոյելուց իդեպ առավել համարձակ դեպքերում կարող է քաղաքական օպոնենտը մյուսին շոյել, ասել, բայց քո գաղափարները ինձ շատ են դուր գալիս ու գլուխը շոյել, մինչև ուսի վրայից ինչ-որ առարկա վերցնել մի կողմ նետել, անկախ նրանից դա կար թե չկար, միջատ, փոշուհատիկ եւ այլն, կոճակները կոճկելու այդ ժեստերը կարող են լինել ժեստեր թփթփացնելու հետ կապված, առաջ բրթելու, համեցեք եւ այլն, այսպես, այսինքն հոգատարության, կեղծ հոգատարության ժեստեր են այս ամենը։ Դուք կարող եք վեճով 0 անել դիմացինին ընդամենը 1 հարցով։ Դա կանում է 2 բառերի մեջ, այսինքն ամբողջ բանաձևը 2 բառեր են ներկայացնում, երբ որ դիմացինը ասեց իրեն այսպես, այնպես պահեց եւ վերջում դուք ասում եք եւ ինչ։ Եվ ինչ։ Գիտեք ինչ է դա նշանակում, որ նա ստիպված է 0-ից սկսել այդ ամեն ինչը, բայց արդեն փուքսը թողած, արդեն կոտրված ագրեսիա։ Եվ ինչ։ Եվ ինչ։ Դեբատի ժամանակ եւս կարող են ասել եւ ինչ, դիմացին այդքան խոսա, ասենք ամբողջ եթերը լցնի եւ օպոնենտը հակառակորդ կողմը ասի եւ ինչ։ Եվ այս ամենը կարող է տեղափոխվել քաղաքական դաշտ եւ գնդակը հանձնել դեբատի մասնակիցներին։ Ուրեմն դեբատների բանավեճերի ժամանակ մարդկանց դիրքը նստած կանգնած արդեն իսկ կանխորոշում է որոշակի հոգեբանական վիճակ։ Օրինակ հայտնի է, որ իրար դեմ դիմաց նստած մարդիկ արդեն տրամադրված են հակառակ միմյանց հանդեպ։ Դրա համար մենակ դիրքը փոխելով, այսինքն աթոռը վերցնելով, նրա կողքը գնալով կամ կլոր դարձնելով, կիսակլոր դարձնելով սենյակի դասավորվածությունը կարելի է հասնել ոչ կոնֆլիկտային վիճակի։ Քաղաքականությանը հետևելու հետաքրքիր տարբերակ կա։ Դեբատները քաղաքական, նայել ձայնը անջատած։ Շատ լավ հնարք է ժեստերին, շարժումներին տիրապետելու համար։ Այսինքն հեռուստացույցի ձայնը անջատում ենք, նայում ենք համաշխարհային ամենանշանավոր դեբատները, այդ ձայնը մեզ այդ ընթացքում խանգարում է։ Ու տեսնում ենք ժեստեր, տեսնում ենք շարժումներ, որոնք ուրիշ ժամանակ չենք նկատում։ Իրար վատ դրության մեջ դնելու ինչ քայլի ասես չեն դիմում, գրիչը պտտելուց սկսած մինչև շրթունքները կծելը։ Մատներով կտկտացնելը սեղանին, դա նյարդային սպասողական անհամբեր այսպես ժեստ է, կամ գրիչի հետ ճճտացնելը։ Իսկ ոտքին գցելը, հորանջելը ակնհայտորեն այսպես հաճախակիությամբ, այսպես ձեռքը ուրեմն ծնոտի տակ դրած արհամարական նայելը, ոտքից գլուխ մարդուն չափելը, բոլոր այդ ժեստերը, որոնք կարող են մի այլ կոնտեքստի մեջ արտահայտել հոգնածություն, լարված իրավիճակում արտահայտում են ագրեսիա, արհամարանք եւ ելի բերում են հոգեբանական առավելության։ Դե ինչ վիճեք, որ ինչ եմ ասում, մի վիճեք կամ գրագետ վիճեք, կանոնավորենք օրը միասին։